Բարև Հայր ջան, ամենասկզբից մի քանի կարևոր բան ասեմ ու անցնենք մեր այսօրվա բուն թեմային ու միասին էլ կհասկանանք, թե ինչ է նշանակում Քոչարյանի ու Կարապետյանի թեկնածությունները, ինչը իմանալով են իրանք դա անում ու ինչ նպատակ են իրականում հետապնդում, բայց մինչև այդ ուզում եմ տեղեկացնել, որ մեր կայքում կա արդեն նոր բաժին, որը կոչվում է մեր քաղաքական ուղղությունը ու վստահ եմ, որ մեր բոլոր համախոհները սրա հստակ ձևակերպման կարիքը ունեին ու համոզված եմ, որ սա ձեզ շատ է ուրախացնելու։ Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտը բաղկացած է տարբեր քաղաքական ուղղություններից՝ սոցիալիզմ, կոմունիզմ, լիբերալիզմ, դեմոկրատիա եւ այլն։ Ու այդ բոլոր ուղղությունները շատերի մոտ կրկնվում են, երբեմն նույն մատուցմամբ, երբեմն էլ մի փոքր տարբերություններով, բայց բոլորն էլ իրար մեջ կիսում են նույն ուղղությունները։ Ուրեմն ձեզ ասեմ, որ Լույսի բանակի քաղաքական ուղղությունը միակն է Հայաստանում ու ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Ձեզ վստահաբար եմ ասում, որ ամբողջ աշխարհի ու մասնավորապես Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտում Լույսի բանակը միակն է, ով որդեգրել է այս քաղաքական ուղղությունը։ Այս վիդեոն նայելուց հետո անպայման կմտնեք մեր կայք ու կծանոթանաք ու տնանք որ քաղաքական ուժն առնելու, ով առաջինը թութակի պես նորից կկրկնի այն, ինչ անում է Լույսի բանակը։ Դե տենց տեխնոլոգիա կա, չէ, հենց մեկը մի բան անում է, մանավանդ Լույսի բանակը։ Անպայման պետք է կրկնել, որ տվյալ բանը իր արժեքը կորցնի։ Կլոր սեղանի միտքը ձեզ օրինակ, այդտեղ ժիրիկին կսի տվին, որ այդ միտքը լղոզի։ Հիմա տենանք այս հարցում ում ենք բացահայտում որպես լղոզող գործիք։ Տենանք ով է այս ուղղության միտքը փորձելու գողանալ։ Այս նախապես եմ ասում, որ հենց նմանին տենակ իմանաք, որ հերթական ապազգային դերածուն է։ Այդ տենց հաջորդը դուք գիտեք, որ իրազեկման արշավի համար դրամահավաք են անում ու հիմա արդեն ձեր աջակցությամբ ունենք բավարար միջոցներ քաղաքում մեր գովազդը տեղադրելու համար, բայց զանգեցինք հրապարակված համարով, գովազդի վրա գրած էր, այս համարով զանգեք, եթե ուզում եք ստեղ տեղադրել ձեր գովազդը։ Զանգեցինք, պայմանավորվեցինք ու հենց գովազդի նկարը ուղարկեցինք, այսինքն Լույսի բանակի նկարը եւ այլն։ Միանգամից սկսեցին մեր զանգերին չպատասխանել, գրածները չկարդալ ու մի խոսքով են, որ դուք եք հասկանում մնացած շարունակությունը ու վստահ եմ նաեւ պատճառներն եք պատկերացնում։ Դրանից հետո մենք ճշտեցինք, թե ում է պատկանում այդ գովազդային ընկերությունը, բայց քանի դեռ մեզ ուղիղ չեն ասել, ես հələ որ չեմ բարձրաձայնի, թե ում է դա պատկանում, բայց այն որ այդքանն էլ հերիք էր համոզվելու համար, որ անգամ անդիմադիր ներկայացողները վախում են նրանից, որ հանկարծ մեզ շատ մարդ չճանաչի։ Ես այդ էլ մանրամասն կասեմ, թե ինչի են բոլորը վախում մեր ճանաչելիությունից ու կոնկրետ ում է պատկանում են գովազդային ընկերությունը, ում դիմել ենք ու ձեր համար էլ շատ բան պարզ կլինի։ Բայց ասեմ, որ մենակ իրենց անունը բարձրաձայնելով չեն բավարարվելու։ Ես սպասում եմ մենակ վերջնական մերժման ու այդ ժամանակ կտնանք ով է շահում։ Իսկ հիմա Հայր ջան, մինչև այս գովազդի հետ կապված Երևանում էժան խաղեր են խաղում։ Մենք պետք է մարզերում էլ զբաղվենք այդ նույն գործողությամբ։ Դրա համար հերթական անգամ խնդրանքով դիմում եմ բոլորիդ, որ յուրաքանչյուրդ ակտիվ մասնակցեք մեր դրամահավաքին։ Մեր ճանաչելիությունն է այս համակարգի ահու սարսափը։ Դրա համար եկեք միասին լավ հավեսով սրանց թույլ տեղին կպնենք ու երբ արդեն բոլորը մեզ ճանաչեցին, այդ ժամանակ կերևա թե ստեղ ով է։ Հայր ջան, չտատանվեք ու վստահաբար կանգնեք մեր կողքին ու դուք ինքներդ կտենաք, թե ոնց են սրանց բոլորի դիմակները պատրվում։ Կիսվեք, տարածեք, թող բոլորը իմանան ու բոլորով աջակցեք ու տեսեք ինչ արագ ամեն ինչ ընկնելու է իր տեղը։ Մեծ հույս ունեմ, որ ձեր ֆինանսական աջակցությամբ մենք չենք թողի անգամ մի հոգու, ով մեր մասին չիմանա։ Վստահ եմ, որ դուք եք հասկանում, թե դա ինչ հզոր զենք է լինելու բոլորիս ձեռքին, քանի որ ի տարբերություն մեր ճանաչումից վախեցողների, մենք ունենք բովանդակություն, գաղափար, հստակ ուղղություն ու ծրագրեր, իսկ իրենք ընդհանրապես լոլոներ ու դատարկաբանություն։ Մի խոսքով Հայր ջան, մաքսիմալ ակտիվությամբ ի գործ։ Սա իմ անձնական խնդրանքն է բոլորիդ։ Հիմա անցնենք այսօրվա բուն թեմային։ Այս թեման շատերը զգում են, բայց քչերն են մինչև վերջ ձևակերպում։ Ու քանի դեռ այդ չի ձևակերպվում, այդ կառավարում է ձեզ, ձեր ընտրությունը, ձեր սպասումը ու ձեր հիասթափությունը։ Խոսքը ընդհանրացրած քաղաքականության մասին չի, այլ այդ քաղաքականության այն հատվածի, որը ուղիղ ազդեցություն ունի ձեր կյանքի, ձեր աշխատանքի, ձեր ընտանիքի, ձեր անվտանգության ու ձեր վաղվա օրվա վրա։ Եկեք մի հատ պարզ պատկեր վերցնենք, դուք առավոտները զարթնում եք, գնում եք աշխատանքի, աշխատում եք ամբողջ օրը ու իրիկունը հոգնած գալիս եք տուն, հետո նստում ու մտածում եք, որ այսքանից հետո ոնց է, որ փողը չի երիկում, ոնց է, որ անվտանգությունը վստահելի չի, ոնց է, որ երեխուս ապագան անորոշ է ու նմանատիպ հարցեր, որոնք արկային համարը բոլոր ընտանիքներում։ Մեկ էլ գալիս են ընտրությունները ու ինչպես միշտ ձեզ նորից խափում ասում են, որ այս անգամ ամեն ինչ փոխվելու է։
Դուք գնում եք, ընտրում եք, ու մի քանի ամիս հետո հասկանում եք, որ մեկը ոչ մի բան տենցել չի փոխվում։ Ու ասեմ, որ այս պատահականություն չի, հայր ջան, այս արդեն օրինաչափություն է։ Ու սրա հիմնական ցավը ոչ թե այնա, որ չկա ընտրություն, այլ որ կա կեղծ ընտրություն։ Շատերը ասում են ընտրություն չկա, բայց իրականությունը ավելի վտանգավոր է։ Ընտրություն կա, բայց այդ ընտրությունը կառուցված է նենց, որ արդյունքը միշտ նույնն է։ Այդ նման է, գիտեք ինչի, ոնց որ ձեզ տան երկու ճանապարհ, բայց երկուսն էլ տանեն նույն փոսը։ Ուղղակի ամեն ճանապարհին տարբեր դրոշներ եք բռնում, բայց վերջի կանգառը բոլոր դեպքերում նույնն է։ Ու դեպի այդ նույն փոսը տանող այդ տարբեր ճանապարհները ձեզ առաջարկելով, ձեզանից թաքցնում են այն իրական ճանապարհը, որը ձեզ տանում է ոչ թե դեպի փոս, այլ դեպի բարձրունք, դեպի հայք, դեպի ոսկեդար, դեպի անկախություն, դեպի ինքնիշխանություն, դեպի պետականություն, դեպի հաղթանակներ ու վերջապես դեպի վերածնունդ։ Այդ դրա համար է, որ վախում են մեր մասին գովաստ տեղադրելուց, մեր մասին խոսալուց ու մեզ անդրադառնալուց։ Ու երբ դուք պարզվում եք այնքան միամիտ, որ վերջը գնում ընտրում եք դրանցից մեկին, արդյունքում ստացվում է, որ դուք մտածում եք ես եմ ընտրել, բայց մեկը վերջում ընկնում եք նույն տեղը։ Այ էսա ձեր ամբողջ խնդիրը։ Հիմա անցնենք ավելի կոնկրետին։ Մի քանի օր առաջ Քոչարյանը առաջադրվում է վարչապետի թեկնածու։ Ուստեղ հարց. Արդյոք ինքը չի հասկանում, որ հասարակության մեծ մասը իրան չի ընդունում։ Իհարկե հասկանում է, ինքը դա շատ լավ գիտի։ Ու իրականում հենց այդ է ամենակարևորը, երբ ինքը հայտնվում է քաղաքական դաշտում, շատ մարդիկ, որոնք իրան չեն ուզում, ասում են լավ, ուրեմն Նիկոլը։ Այսինքն Քոչարյանի ներկայությունը ավտոմատ կերպով բարձրացնում է Նիկոլի շանսերը։ Այս արդեն մի քանի ընտրություններով ապացուցված բան է, ու այս կարծիք չի, այս վարքագծային օրինաչափություն է։ Ասենք, ով չէր պատկերացնում, որ ընտրություններին անպայման պետք է ակտիվանային կամ Քոչարյանը կամ Սերժը։ Այսինքն 2018-ին մարդիկ, որ դուրս եկան փողոց, այդ ժամանակ ոչ Քոչարյանը, ոչ էլ Սերժը չհասկացան, որ մարդիկ իրանցից այն տիպի զզված են, որ անգամ Նիկոլի նման կերպարին կարան ընտրեն, մենակ թե իրենք չլինեն։ Լավ, այդ ժամանակ չհասկացան։ Նիկոլի հրաժարականից հետո նորից Նիկոլը ընտրվեց ու էլի չհասկացան։ Լավ, այդ ժամանակ էլ ասենք ոչ պատերազմ էր եղել, ոչ էլ կապիտուլյացիան, ոչ էլ սրանց կողմից Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս։ Բայց դրանից հետո էլ երբ այդ երկուսը նորից մտան խաղի մեջ 2021-ին էլի Նիկոլը ընտրվեց։ Այսինքն այդ ժամանակ էլ իրանք չհասկացան, որ իրանց գործոնը Նիկոլի իշխանության մնալու գրավականն է։ Հիմա նորից են թեկնածություն դնում։ Ինչ է ստացվում, որ այս մարդիկ կամ հասկանալու հետ խնդիր ունեն, կամ էլ ծրագրի մի մաս են, որ հենց պետք է լինում Նիկոլին պահել գահին, իրանց մեջ են գցում, որ շատ մարդիկ նորից Նիկոլ ընտրեն, մենակ թե սրանք նորից չգան։ Ես հիմա չեմ խոսում այդ իրականության ճիշտ կամ սխալ ելնելու մասին։ Ես արձանագրում եմ փաստ, որը անհնար է հերքել։ Ինչա պետք է ասեք Քոչարյանը այդքանը չի հասկանում, եւ որ չի հասկանում, բա անգամ այդ պրիմիտիվ բանը չհասկացողին ինչ երկիր վստահ ես։ Իսկ եթե հասկանալով է անում, ուրեմն ինքը ավելի է, չէ՞, հաստատում, որ սրանք բոլորն էլ մի համակարգի մաս են։ Դե թող մի հատ Քոչարյանը հանրային այսքանը բացատրի, ու թող մի հատ փորձի չվախենա ու այն լրագրողների հարցերին պատասխանի, ովքեր հենց այս հարցը կտան։ Ձեզ ինչ է թվում, կարա։ Իհարկե ոչ։ Այսինքն սրանք բոլորն էլ նույն հայակորձան համակարգի պահապաններ են։ Ու այս անգամ ճիշտն ասած, այս համակարգը ինձ զարմացրեց, ու ինչով զարմացրեց, որ մի քիչ ուղեղին զոռ է տվել։ Դե գիտեք սրանց պրիմիտիվ քաղաքական ուղեղը, բայց այս անգամ Կրեմլը մտածել է, բայց ցավոք էլի չի կարողացել նենց բան մտածի, որ չհասկանանք։ Նայեք ինչ են անում, հստակ իմանալով, որ արդեն բոլորը հասկացել են, որ թե Քոչարյանի, թե Սերժի ի հայտ գալը ուղիղ աջակցություն է Նիկոլին, այսինքն իրանք գիտեն, որ այդ արդեն բացահայտված խաղ է։ Նայեք ինչ են անում, նորից Քոչարյանին մտցնում են խաղի մեջ, հաշվարկն անելով նրա վրա, որ հիմա նորից բոլորը կկռահեն, որ հատուկ Նիկոլին պահելու համար է, ու հենց այդ պահին ինքը տալիս է նոր ուժ, որ մարդիկ մտածեն, դե լավ, Քոչարյանը խաղի մաս է, բայց հələ մի րոպե, Սամվել Կարապետյանը առանձին դեմք է, ուրիշ ուժ է ներկայացնում։ Ուրեմն ոչ Քոչարյան, ոչ Նիկոլ գնացինք Սամվել ընտրելու, արդյունքում էլի շահում է համակարգը, բայց էլի եմ ասում, հա, այս անգամ մի քիչ խորն են մտածել, բայց արի ուտես, որ էս էլ բացահայտվեց։ Այսինքն Քոչարյանը հիմա աշխարհում բոլորից լավ գիտի, որ ինքը չի անցնելու, բայց ինքը պետք է այդ դերը ստանձնի, որ Սամվելի վրից կասկածները դուրս գան, ու Սամվելը Քոչարյանի ու Նիկոլի ֆոնին երևա որպես այլընտրանք, բայց ինչքան էլ փորձեն Սամվելին ներկայացնել որպես այլընտրանք, ինքը մեկը ընկալվում է որպես ռուսական ուղղության ներկայացուցիչ։ Հիմա հարց. Հայաստանի հասարակության մեջ կա լայն շերտ, որը պատրաստ է ընտրել ռուսական ուղղությունը։
Պատասխանը միանշանակ է, ոչ։ Այսինքն, երբ այդ թևը ուժեղացվում է, ինքը իրականում չի ուժեղացնում իր հաղթելու շանսը, այլ բաժանում է դաշտը նենց, որ գործող իշխանությունը նորից վերարտադրվի։ Ու հիմա ամենակարևոր հարցը, այս սխալմունքա թե հաշվարկ։ Եկեք պարզ տրամաբանությամբ գնանք։ Եթե մարդը մի անգամ սխալվում է, այդ պատահականություն է։ Եթե նույն բանը կրկնվում է մի քանի անգամ, այդ արդեն օրինաչափություն է։ Եթե քաղաքական ուժը գիտի, որ իր ներկայությունը բերում է հակառակ արդյունքի ու մեկը շարունակում է նույնը անել, ապա կա երկու տարբերակ. կամ ինքը չի հասկանում, թե ինչ է անում, իսկ այդ արդեն վատ է, կամ ինքը շատ լավ հասկանում է ու խաղում է այդ արդյունքի վրա, իսկ այդ ավելի վատ է։ Երկու դեպքում էլ հայր ջան, ձեզանից յուրաքանչյուրի համար արդյունքը նույնն է, դուք եք մնում այդ նույն վիճակում։ Ու արդյունքում ինչ անում ես էժան խաղը ձեր կյանքի հետ։ Այս վերացական քաղաքականություն չի, այս ուղիղ ազդեցությունն է ձեր կյանքի վրա։ Երբ իշխանությունը վերարտադրվում է նույն մեխանիզմով, ապա այդ դեպքում աշխատավարձի իրական աճ չի լինում։ Գների աճը շարունակում է ձեզ ճնշել, անվտանգությունը մնում է կասկածելի ու ձեր երեխեքի ապագան դառնում է արտագաղթի պլան։ Ախր ես չի որ պետք է սրա մասին ասեմ ու դուք էլ նոր իմանաք։ Այս ամեն ինչը ամեն օր ձեր տան մեջ է, տարիներով, այս ամեն ինչը ձեր սեղանի վրա է ու ձեր սառնարանների մեջ։ Այս ձեր բոլորի հաշվարկների, դրամապանակների ու վախերի մեջ է։ Լավ, իմ բացատրելը բարդ է անցալվում, բա դուք էլ այս ամեն ինչը չեք զգում, դուք սրա մեջ չեք ապրում։ Չգիտեմ, եթե այդ աստիճանի չեք կարում պատկերը տենակ ու հասկանաք, հիմա այդ էլ բացատրեմ։ Պատկերացրեք, ձեզ բերել են մի հատ սենյակ, որտեղ կա երկու կոճակ։ Մեկի վրա գրած է փոփոխություն, մյուսի վրա գրած է կայունություն։ Ասենք սխմում եք դրանցից մեկը, հետո մյուսը, բայց ներսում մեխանիզմը նույնն է ու դուք չեք տենում այդ, որովհետև ձեր ուշադրությունը շեղված է անունների վրա ու հենց էս է այն կետը, որտեղ ձեզ կառավարում են ու կառավարում են ոչ թե ուժով, այլ ընտրության պատրանքով։ Ու գիտեք ինչի է այդ աշխատում, որովհետև մարդը հոգեբանորեն չի ուզում մնա առանց ընտրության։ Երբ իրեն տալիս են թեկուզ վատ ընտրություն, ինքը նախընտրում է ընտրել, քան հրաժարվել։ Ու սրանք հենց այս հոգեբանությունն են օգտագործում։ Ձեզ դնում են մի իրավիճակի մեջ, որտեղ դուք մտածում եք, լավ, սրանից վատը չլինի։ Բայց հենց այդ ձեր մտածողությունն է պահում նույն համակարգը, այս կոնկրետ մեխանիզմը, երբ քաղաքական դաշտը կառուցվում է նենց, որ ամեն ուժ իր ներկայությամբ ուժեղացնում է մյուսին, երբ հակադրությունները իրականում սնուցում են իրար, ու երբ պայքարը իրական չի, այլ կառավարվող բախում է։ Ու այս իրականության մեջ ամենավտանգավորը անտարբերությունն է։ Շատերը այս ամեն ինչից հետո ասում են, լավ, մեկը ոչ մի բան չի փոխվելու։ Հայր ջան, այս իրականում ամենավտանգավոր կետն է, որովհետև հենց այդտեղ մարդը դուրս է գալիս գործընթացից ու հենց այդ պահին ինքը դառնում է ամենահարմար կառավարվող զանգվածը։ Այսինքն ոչ թե ընդդիմացող, ոչ թե աջակցող, այլ անտարբեր։ Իսկ անտարբերությունը քաղաքականության մեջ ամենամեծ նվերն է գործող համակարգին։ Ու ինչպես միշտ ասեմ նաև սրա լուծումը սկսվում է շատ պարզ տեղից։ Ձեզ պետք է հասկանալ մի բան, որ խնդիրը անունները չեն, խնդիրը խաղի կառուցվածքն է։ Քանի դեռ դուք ընտրում եք այդ կառուցվածքի ներսում, արդյունքը միշտ լինելու է նույնը։ Իսկ փոփոխությունը սկսվում է այն պահին, երբ դուք դադարում եք ընդունել այդ կանոնները որպես բնական։ Ու հիմա մենք ինչ կարանք անենք, իրականում մի պարզ բան, փորձեք ձեր շրջապատում բոլորին մի հատ պարզ հարց տալ։ Ոչ թե ում եք ընտրելու, այլ իրականում ով է շահում ձեր ընտրությունից, իրականում ով է շահում։ Հավատացեք, երբ մարդիկ սկսում են այդ հարցը տալ, խաղը սկսում է կոտրվել։ Հայր ջան, տարիներ շարունակ ձեզ սովորացրել են ընտրել, բայց ձեզ երբեք չեն սովորացրել հասկանալ, թե ինչ եք իրականում ընտրում։ Ու ուզում եմ ձեզ ասել ամենակարևոր միտքը, որը պետք է մնա ձեր հետ, այս պետք է միշտ հիշեք, որ եթե ընտրությունը կառուցված է նենց, որ արդյունքը միշտ նույնն է, այսինքն համակարգը չի փոխվում, ուրեմն դուք ընտրություն չեք անում, դուք զուտ հաստատում եք ուրիշի գրած սցենարը, որը օգուտ է իրան ու վնասա ձեզ։ Ու վերջում մի հատ պարզ, բայց բավականին ծանր բան։ Երբ նույն մարդիկ ձեզ տալիս են չայկերտավոր ընտրություն, իրանք ձեզ չեն տալի իշխանություն։ Իրանք ձեզ տալիս են կառավարվող հնարավորություն նորից սխալվելու։ Իսկ եթե դուք այդ չեք փոխում, ուրեմն այդ արդեն ոչ թե իրանց խաղն է, այլ ձեր համաձայնությունը։ Ու նորից ասեմ, որ այսօր ամեն մի հայ, շեշտում եմ հայ, որը Ռուսաստանը, Ամերիկան կամ Եվրոպան կամ որևէ թեկնածուից կախված իր անձնական շահերը չի գերադասում հայազգի ու Հայաստանի շահերից։ Դրանք հայ կոչվելու իրավունք չունեն, դրանք հեչ։ Ես խոսում եմ իրական հայի մասին, ում համար ամենից վեր իր հայրենիքի ու ազգային շահերն են։ Այտենց ամեն մի հայ այսօր ունի ընդամենը մի ելք՝ Լուիսի բանակի հետ վերածննդի շարժումը։ Մենք կարանք հաղթենք մենակ այն ժամանակ, երբ տասնյակ հազարավոր մարդիկ կանգնեն մեր կողքին։
ու այդ մարդիկ կանգնելու են, եթե մեզ ճանաչեն։ Իսկ ճանաչելու համար մեզ պետք են գովազդներ, այցեր ու իրազեկման մյուս բոլոր միջոցները։ Ցավոք, մենք մեզանով այս պահին դեռ այդ հնարավորությունը չունենք։ Ուստի մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է յուրաքանչյուրի աջակցությունը։ Ու նորից պետք է համառորեն խնդրանքով դիմեմ ձեզ, որ մաքսիմալ ակտիվ մասնակցեք մեր դրամահավաքին, որը ամբողջությամբ գնում է մեր իրազեկման արշավի վրա։ Երբ բոլորը մեզ ճանաչեն, դրանից հետո արդեն ամեն ինչ կսկսի փոխվել ու ոչ թե խոսքերի մակարդակով, այլ իրականության մեջ, որովհետև այս պահին ամենամեծ խնդիրը այն չի, որ մարդիկ չեն ուզում փոփոխություն։ Խնդիրը այն է, որ մարդիկ չեն տենում այն ուժը, որի շուրջ կարան կանգնեն, այսինքն չեն ճանաչում։ Մարդը չի միանում նրան, ում չի ճանաչում, չի վստահում նրան, ում չի լսել, չի պայքարում նրա կողքին, ում գոյության մասին անգամ չգիտի։ Ու հենց ստեղ է մեր բոլորի պատասխանատվությունը։ Այսօր դուք կարաք մտածեք ու հարց տաք ձեզ, արդյոք իմ փոքր մասնակցությունը ինչ-որ բան կարա փոխի։ Բայց եկեք շատ պարզ հաշվենք։ Եթե օրինակ մի 10,000 մարդ որոշի, որ իր բաժին աջակցությունը փոքր է ու այդ ոչ մի բան չի փոխում, իրականում կստացվի այն, որ իրոք ոչ մի բան չի փոխվի։ Իսկ եթե այդ նույն 10,000 մարդը որոշի, որ իր բաժինը թեկուզ եւ փոքր է, բայց բան է փոխում, այդ արդեն ստացվում է հսկայական ուժ։ Հայր ջան, ձեզանից յուրաքանչյուրը, ինչպես եւ ես, ինչպես եւ մենք բոլորս, հիմա կանգնած ենք շատ պարզ ընտրության առաջ, կամ շարունակում ենք դիտորդի կարգավիճակից նայել, թե ոնց է մեզ կործանող նույն խաղը կրկնվում, նույն մարդիկ, նույն մեխանիզմը, նույն արդյունքը, կամ միանում եք այն գործընթացին, որը կոտրում է այդ շրջանակը։ Այս այլևս տեսություն չի, այս արդեն գործնական փուլ է, մենք արդեն սկսել ենք, բայց որպեսզի այդ դառնա իրական ուժ, պետք է դուք էլ ներգրավեք։ Ձեր աջակցությունը հիմա գնում է ոչ թե պարզ ծախսերի վրա, այլ գնում է կոնկրետ նպատակով՝ գովազդներ, հանդիպումներ, տարածում ու մարդկանց հասանելիություն։ Այս ներդրումը մի գործընթացի մեջ, որը վաղը վերադառնալու է ձեզ որպես անվտանգություն, որպես արժանապատիվ կյանք ու որպես իրական ընտրություն։ Ու հիմա ամենակարևոր հարցը, որ պետք է տաք ինքներդ ձեզ. երբ, եթե ոչ հիմա, ու ով, եթե ոչ դուք։ Հայր ջան, ճշմարտությունը շատ պարզ է։ Ոչ ոք մեր փոխարեն չի կառուցելու մեր երկրի ապագան։ Հեղափոխությունները չեն սկսվում փողոցից, դրանք սկսվում են ճանաչումից։ Երբ մարդիկ սկսում են ճանաչել, հասկանալ, աջակցել ու միանալ, այդ պահին արդեն հեղափոխության ընթացքը կանգնեցնել հնարավոր չի։ Այս պահին ձեր անհրաժեշտ քայլը պարզ է՝ միանալ, աջակցել ու մասնակցել դրամահավաքին, որովհետև վաղը դուք պետք է ապրեք մի երկրում, որտեղ չեք ասելու ոչինչ չի փոխվում, այլ ասելու եք ես այդ փոփոխության մասնակից եմ եղել։ Հայր ջան, անձամբ ես հավատում եմ մեր միասնական ուժին, ու տեսեք ոնց ենք միասին բոլորս շատ շուտով ամեն ինչ փոխում։ Առաջ Աստված ու հաղթանակ իրական հայրից։ Լավ մնաք ու օրհնված լինեք բարձր սիրով ու իմաստությամբ։